Ես ասեմ, որ մենք նորից ասեմ, դեռևս քննարկումներ չենք ունեցել, չենք կարողացել պարզել ինչ ենք, բայց ես վստահ ասեմ, մենք շատ լավ աշխատանք ենք տարել, ստացված ձայները մեր փաստում է, որ մենք տարել ենք։ Միգուցե ընդդիմադիր մյուս ուժերին է պետք է հարցը տալ, իրենք ինչ չեն արել, որ իրենց ակնկալվող ձայների նույնիսկ կեսը չեն հավաքել։ Պետք է մյուս ընդդիմադիր ուժերին այս հարցը տալ Մայր Հայաստանին, հարցը տալ Հայրենի կուսակցությանը, Ժառանգությանը, այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր դաշտից մասնակցում էին։ Մենք փաստ քվեարկության արդյունքները 32% մեր թիմը ձայն է ստացել։ Ինձ թվում է գլոբալ ընդդիմության դաշտում յուրաքանչյուրը ամեն իրեն ընդդիմադիր համարող կուսակցություն, սա ինքը պետք է վերլուծի, ինքը պետք է հասկանա, որովհետև ազգային ժողովի համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշող ընտրությունները սարերի ետևում չէ։ Իսկ ինչ վերաբերում է մենք ինչ այնպես չենք արել, միշտ կարող ենք ասել, որ այսա սենց անենք լինի, բայց մենք հստակ տեսել ենք, որ մենք քարոզարշավի ընթացքում ինչ պլանավորել ենք, իրականացրել ենք բարձր մակարդակով, չենք ունեցել որևէ խոչընդոտ, բնակիչների կողմից չենք ունեցել, այսինքն հստակ մենք մեր ընտրազանգվածին կարողացել ենք տանից, այսպես ասած, մեր հորդորներով, մեր ծրագրերով ասել տանից հանել բերել ընտրության, ինձ թվում է ընդդիմության մնացած թևերը այստեղ անելիք ունեն եւ պետք է մտածեն, եթե իրանք ուզում են քաղաքական դաշտում շարունակեն իրենց ներկայությունը։ Եվ երկրորդ հարցը, ես եթե չեմ սխալվում, կարծեմ 3 դրական առաքելություն իրականացնող կազմակերպություններ եւ մասնակցում այս ընտրություններին, եւ նրանց խոսքով չկային այնպիսի խախտումներ, որոնք էական դեր կունենային քվեարկության կամ վերջնական տեսքի վրա։ Ըստ ձեզ, արդյոք իրականացավ Էջմիածնում վաղաշաբաթ համայնքում ազատ արդար եւ փոխանցի ընտրություններ, եւ մյուս հարցը, արդյոք դուք շարունակել եք նվագականության մեջ եւ ինչ Ազատ արդար ընտրությունը բնականաբար վաղաշաբաթում կայացած չէ, պայքարը միայն քվեարկության օրը քվեասենյակում չէ, ընտրությունը ասվածը սկսում է ընտրության օրը հայտարարելուց մինչ քվեարկության թերթիկները հաշվելը, մինչ տարածքային կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները հայտնելը, այսինքն դիտորդական առաքելություններն ինչ են ասում, ասում են այս պլակատները, որ ամբողջությամբ անհավասար պայմաններով ամսից ավել փակցված է եղել, դա իր ազդեցությունը չի ունեցել, ինչ են ասում են, որ մարդկանց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքներ ունենալու համար, դա իր ազդեցությունը չի ունեցել, այսինքն իրենք ընտրությունների ազդեցությունը ինչն են պատկերացնում, հա, եղել են դեպքեր, բաց քվեարկության դեպքեր, շատ մարդկանց ընտրացուցակներում մարդիկ գնացել տեսել իրենց տան վրա մարդիկ են գրանցված, հիմա մենք դրա ընտրացուցակների հետ կապված մենք ուսումնասիրություն իրականացնում ենք, ինքը այնքան ծավալուն աշխատանք է, էլի տենց մի ժամվա մեջ, 2 կամ 1 օրվա մեջ հնարավոր չի, մենք իրականացնում ենք, իրականացնելուց հետո անպայման տեղյակ ենք պայելու հայտարարությամբ հանդես են գալու, քանի որ ընտրողների ստորագրված ցուցակները նաև փակ է ընտրապարկերի մեջ է, մեկ անգամյա օգտագործման։ Մենք արձանագրելուց հետո դիմելու ենք տարածքային հանձնաժողովին, որպեսզի տրամադրի այդ կոնկրետ այդ տեղամասերի ընտրողների ստորագրած ցուցակները, որ մենք փորձենք այդ ամեն ինչը համեմատել իրենց հետ։ Ինչ վերաբերում է դիտորդական առաքելություններին, դիտորդական առաքելությունները պետք է ամբողջ քարոզարշավի ընթացքում իրականացնել, ոչ միայն քվեարկության օրը գան տեղամասի մեջ կանգնեն, նայեն մեկը բաց ընտրեց, այն մեկին օգնողը չգրանցվեց կամ դիմացը կուտակում կա թե չկա։ Ես չեմ կարծում, որ ամբողջապես ընտրախախտման հետ կապված իրենք կարողացել են այս ամենը իրականացնել, իսկ մենք քարոզարշավի ընթացքում ամբողջը տեղեկացրել ենք ամբողջ այն ճնշումների, այն բռնաճնշումների մասին, այսինքն խախտում չէ, երբ որ հայտարարվել է ընտրության օրը, մարդիկ օրինակ մի անձի կրիշ են փոխում։ Հստակ կա տեսանյութը, մարդն ասում է, այս ինչ մարդն է կրիշս փոխում, դա խախտում չէ։ Խախտում չէ, գիշերով ասֆալտի վրա ասֆալտ անել է կիլոմետրով, խախտում չէ, Արգավանդի ընտրությունից մի քանի օր առաջ Արգավանդի ասֆալտը քերել, բերել լցնել վաղաշաբաթի փողոցներում, թե դրանք ուղղակի խախտումներ չէ։ Իհարկե, մարդիկ ես չեմ կարող հասկանամ, խախտում, ընտրախախտում, ոնց են պատկերացնում, լցոնում է։
Իհա, լցոնում չի եղել, ով չի հասկանում, որ չի եղել։ Մենք մնացել էր լցոնումը լներ 21-րդ դարում։ Իսկ իրանք մինչև այդ գյուղական համայնքներում մոնիտորինգ փորձել են անել, երբ որ դպրոցի տնօրենները այդ մի դեպքը լավ բացահայտվեց, համայնքական ճակատ կուսակցություններ կարծեմ բացահայտել պատահականության սկզբունքով քարոզարշավ անելու, երբ որ դպրոցի տնօրենը օգնություն էր բաժանում քվեարկությունից մի քանի օր առաջ։ Եվ մենք գիտենք նման դեպքերը մյուս գյուղերում եղել են, թե չեն եղել։ Ես գիտեմ եղել են, ուղղակի փաստ չունեմ, անկեղծ ասած, նկարած փաստ չունեմ։ Բայց մարդիկ կան, չէ՞, մարդիկ ասում են, որ մեզ էլ սենց արեցին, մեզ էլ նենց արեցին, էս արեցին, մեկի, չգիտեմ, ուսման վարձն արեցին, մեկի սրտի վիրահատության հետ կապված են օգնել։ Դիտորդական առաքելությունները կարծում եմ պետքա իրենց մոտեցումը ընդհանրապես ընտրախախտման, ընտրության հավասարության մասով պետքա մի հատ վերանային։ Մենք մնալու, իհարկե մնալու եմ, ես առաջ Աչակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն եմ, իդեպ նորաստեղ կուսակցությունը առաջի անգամ մասնակցում էր ընտրություններին եւ բավականին շատ ձայներ ստացանք, նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, իրավունք չունենք մեր ճանապարհից շեղվելու, արժևում ազգային ժողովի ընտրություններն են, մինչ այդ մենք մեր ակտիվությունը, մեր թիմի ակտիվությունը ավականու կազմում պահելու ենք իշահ վաղաշաբաթ եւ վաղաշաբաթցու հետագա աշխատանքներն ազգային ժողովի ընտրություններից առաջ կհասկանանք, թիմով կքննարկենք, կորոշենք ոնց ենք անելու։ Իհարկե բացառում եմ։ Չի կարող նման բան լինել, ամբողջ ուժային համակարգը իրենց Հայաստանի Հանրապետության իրական երկրի ազգային անվտանգության հարցերը թողած վաղաշաբաթ համայնքում էին ամսով։ Մենք բոլորս եղել ենք խոշորացույցերի տակ, բոլոր անդամները։ Իսկ այդ 5 անդամ, որ ասում եք, ես ասում եմ, ես 3-ին գիտեմ, 3-ին եմ ճանաչում։ Այն մյուսներին չեմ ճանաչում, իրանք ով են, էլի, իրանք միգուցե մեզ ձայն են տվել, միգուցե, չգիտեմ, բայց 3-ն են այդ 5-ից, որ մեր հաղթանակ դաշինքի անդամներ են։ Ես նշեցի իրենց անունները։ Չգիտեմ, ես իհարկե բացառում եմ, նման բան չի կարող լինել, արհեստական որևէ ինչ-որ գործեր են փորձում կարեն, հանրությունն իմանալու է դրա մասին, փաստաբանները հայտարարություններով հանդես կգան, չկաշառքի մասին է ընդհանրապես խոսքը, որ գողը առաջինն է գոռում, չէ, բռնեք գողին, հիմա դա է, իրենք ամբողջ ընթացքը քարոզարշավի տարածքային կառավարման նախարարությունը որոշեց, որ ընտրություններից առաջ հրատապ 500 միլիոն պետքա տա, որպեսզի վաղաշաբաթում կան հրատապ խնդիրներ, որոնք լուծում է պահանջում։ Իրենց ամբողջ վարչական ռեսուրսը, քաղաքապետարանի պեչատը ջեբները գնում էին քարոզարշավի, ով երևի չէին էլ նայում, ինչ թղթի տակ են պեչատում, ով ինչ թուղթ ուներ, ասում էր մի հատ խնդիրում, ասում էին բեր թուղթը, անմիջապես կնիքը դնում էին վրա։ Էս է եղել։ Մենք պայքարել ենք ոչ միայն վարչական ռեսուրսի դեմ վաղաշաբաթ, մենք պայքարել ենք ամբողջ իշխանական ռեսուրսի դեմ։ Իրենց նախարարների, իրենց մարզպետների, դուք տեսել եք, չէ՞, քաղաքապետերի, տեսել եք, Թալինի քաղաքապետը գլուխ էր գովում, ասում էր 100 հոգով եկել ենք։ Այդ է եղել ամբողջ ընտրապայքարը, անցել է այդ ամեն ինչը հաշվի առնելով, ես կարծում եմ մեր քաղաքական թիմը բավականին լավ արդյունք է ապահովել։ Այստեղ ուղղակի պետք է ընդդիմության մյուս անդամներին էլ այս հարցերը տալ, պետք է իրենք որոշակի աշխատանքները կարծում եմ ճիշտ կատարեն, ձայներ ստանան, որը ուղղակի մենք չտեսանք։ Երկուսը հիմա գործող ավականիներ են, դե արդեն նախկին ավականին չկան, երկուսը նախորդ 21 թվի համայնքի ընտրությունների ժամանակ ընտրված ավականիներ են, հիմա էլ 12 անդամը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել, երկուսը նորից այդ ընտրված ավականիների նոր ընտրությունով կազմում են, մեկ ավականում ցուցակում է մեր Հայթաղ գյուղի մեր ընկերները։ Հա։ Իսկ մնացած այդ 2-3-ին ես չեմ ճար, ես չգիտեմ ով են։ Չէ, ոչ մի խնդիր։ Չէ, բացարձակ ոչ մի խնդիր չկա։
Ես 2002 թվականին 14 տարեկան եմ եղել, ընտրական որևէ պրոցեսին չեմ մասնակցել, ներկա չեմ եղել, չէի էլ կարող օրենքով ներկա լինեի, ձեր ասած հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև չեմ տեսել նման բան։ Երբ Ռոբերտ Քոչարյան եկավ իշխանության, ես 10 տարեկան էի։ Երբ գնաց իշխանությունից, ես ուսանող էի։ 4-րդ կուրսի որևէ այդպես քաղաքական պրոցեսների մասնակից չեմ եղել այդ ամեն ինչը։ Տենց մի հարց էլ ԿՊ-ի տեխնազուն էր տվել, ասում էր թող մի հատ պատասխանի, այս ինչ տարի 2000 թվերի մանկապարտեզ ավտարվել։ Ես 12 տարեկան եմ եղել, այդ հարցին ո՞նց պատասխանեմ, որ օտարվել է։ Փոխարենը իրենց հարց տվեցի, ասեցի մի հատ դուք ասեք, մենք ասի ինտերվելու դեպքում ես խոստանում եմ այդ մանկապարտեզների հարցը լուծել։ Բոլորին հրապարակային խոստանում եմ լուծել։ Որևէ քանի մանկապարտեզ օտարվել է, եթե դրա կարիքը կա Վաղարշապատի երեխան համար, ես այդքան մանկապարտեզ կստեղծեմ։ Բայց դուք խոստացեք, որ այն 200 մանկապարտեզը, 400 դպրոցն ու 600 վանք ու եկեղեցին հետ եք բերելու, որ Արցախը հանձնել եք Ադրբեջանին, այդ ամբողջն էլ հետն եք հանձնել։ Ինքն էլ եղել է այդ քաղաքական թիմի անդամ, այդ կնոպկա սխմողը նստած ազգային ժողովում։ Այդ հարցին է պետք պատասխանի, պետք է տալ հարցեր, որ ես ինքս ինչ-որ բանում ներգրաված եմ։ Ես հասկանում ինչ եք ասում, իմ ասածն է, որ այսօր լցոնում ասված մեխանիզմ, այսպես ասած տարբեր ընտրական օրենսգիրքն է փոխվել, լցոնում անել այդքան շատ հեշտ բան չի, էլի, որ լցոնում անել։ Ես դա խիբ շեշտեցի, որովհետև երևի մարդկանց ենթագիտակցության մեջ, չգիտեմ, գիտակցության մեջ հասկանում են ընտրությունը մենակ սխալ թիվ հաշվել է, ոչ։ Ընտրության օրը հայտարարելուց, երբ կենտրոնական ընտրական ազգը հայտարարում է օրը, այդ օրվանից սկսվում են ընտրությունները, ավարտվում մինչև վերջնական արդյունքների հրապարակումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների արձանագրության ստորագրումը։ Իսկ այդ ընթացքում խայտառակ խախտումներ են տեղի ունեցել։ Մենք հիմա ուսումնասիրում ենք, ամեն դեպքում կտեսնենք, մի քիչ ռեալիստ պետք է լինել, հասկանանք, մենք բողոք ներկայացնել ենք, դա ինչ որ քննարկման արդյունքում օգուտ տալու է, թե չի տալու։ Այո, եթե վերահաշվարկի դիմում ամեն դեպքում չենք տալու, որովհետև մեր վստահված անձերը եղել են, բուն հաշվարկը եղել է նորմալ հանձնաժողովի անդամներ են եղել, վստահված անձեր են եղել, այդ մասով մենք վերահաշվարկի չենք տալու։ Մենք տալու ենք ընտրությունների ոչ արդար, ոչ հավասար պայմանների ապահովումը։ Դու պատկերացնում եք այդ պլակատների հետ կապված ընտրական օրենսգիրքը հստակ գրած է, այն կազմակերպությունը գովազդային, որ տրամադրում է որևէ մի կուսակցության, պարտավոր է մնացած բոլոր կուսակցություններին հավասարության սկզբունքով տալ, ով դիմում է իրենց։ 3 կառույցի օրերով նամակ են գրել, 3 կառույցից չենք ստացել պատասխան, որ իմանանք ով է այդ գովազդային կազմակերպության տերը, որ կազմակերպության մասին է խոսքը, ինչ կոնտակտ կա այդ մարդկանց հետ խոսանք։ Ինչ կասկած։ Ամենայն անկեղծությամբ չենք իմանում։ Եթե ես թեկուզ իմանայի ով է, ես իմ անձնական միջոցներով էլ այդ մարդուն կգտնեի, անձնական իմ կապերով այդ մարդուն կգտնեի։ Չենք կարողանում ոչ մի ձև չենք կարողացել գտնել։ Դրա համար այդ Երևան Էջմիածին մայրուղին Զվարթնոցի կողմից դարձել էր տոնացար ուղղակի։ Սա է ժողովուրդ ջան, կան հարցեր։ Մեծ սիրով։ Շնորհակալ եմ շատ ներկա գտնվելու համար։ Այս պահին ոչ, այս պահին։ Կասկածներ, այսպես ասած, ոչ թե կասկած ունեմ, այլ մտածում եմ, որ միգուցե ինչ-որ մի բան անեն իրանց բնորոշ, տենց, թե չէ նույն այս որքան փաստաբաններից հասցրել եմ զրուցել, նույնիսկ այս քրեական գործերը, որ հարուցվել են, այս մի քանի անձի հետ կապված, իմ անունի հետ կապված բացարձակ ոչ մի բան չկա։ Շնորհակալ եմ շատ։